Ես այսօր ինձ թույլ կտամ մի քիչ երկար խոսալ, հաշվի առնելով, որ առնվազն 2001 թվականից Նազարեթյան Ռուբենին ճանաչում եմ, 12 տարի միասին աշխատել ենք։ Խառը էմոցիաներ են։ Մեկը, որ ինչ որ մի էջ փակվում է, դա տխուր է, բայց շատ ուրախալի է, որ մի էջ բացվում է եւ այդ էջը հայկական եւ ֆուտզալի եւ ֆուտբոլի համար իդեպ շատ կարեւոր աննախադեպ էջ է լինելու։ Վստահ եմ։ Երկար ժամանակ առաջ մենք միասին խոսել ենք եւ որոշումը կայացվել է, որ Նազարեթյան Ռուբենը 24 տարի եղել է Հայաստանի ֆուտզալի ականի գլխավոր մարզիչը։ Եղել է մեծամասամբ ժամանակահատվածում, երբ որ ֆուտզալը մեղմ ասած լուրջ չի ընկալվել։ Եվ կարելի է ասել, իր ջանքերով ֆուտզալը պահվել է այնքան ժամանակ, մինչև որ կամաց քայլ առ քայլ, իսկ ես կարծում եմ մենք դեռ ճանապարհի սկզբում ենք։ Մենք սկսել ենք զարգացնել միասին, բայց մեծապես Հայաստանում, եթե պետք է ֆուտզալից խոսենք, մեծապես պետք է խոսենք Ռուբեն Նազարեթյանի դերի մասին։ 24 տարի անց Նազարեթյանը որոշում է կայացրել անցնել այլ աշխատանքի եւ Հայաստանի ֆուտզալի ականի գլխավոր մարզիչ այլևս չլինել։ Այսուհետ Ռուբեն Նազարեթյանը լինելու է ՀՖ նախագահի գլխավոր խորհրդական։ Մենք փորձում ենք հիմա մեծ միջազգային նախագիծ Հայաստան բերել, բանակցում ենք, հուսամ կստացվի, դա նաև Նազարեթյանի երկար ժամանակվա երազանքներ, այդ հա բրազիլական համակարգով ֆուտբոլային դպրոց ունենալը, եւ ես կարծում եմ մենք կհաջողենք եւ դա տեղի կունենա։ Ռուբեն Նազարեթյանը Հայաստանի ներկայացնում է UEFA-ի ֆուտզալի կոմիտեում, իսկ ֆուտզալի կոմիտեն այն կոմիտեներից է, որը շատ ակտիվ է աշխատում եւ ինքն էլ շատ ակտիվ դեր է խաղում, եւ ես որպես նաեւ UEFA-ի գործադիր կոմիտեի անդամ, մենք համատեղ փորձելու ենք միջազգային ասպարեզում նախագծեր իրականացնել, որը մեծապես կնպաստի միջազգային ասպարեզում ֆուտզալի զարգացման։ Կարծում եմ գալիք 1-2 տարվա ընթացքում բոլոր մեր նախագծերը, որոնք նաև մենք միջազգային ասպարեզում ենք առաջ տանում, կյանքի կկոչվեն։ Շատ քիչ են շնորհակալության խոսքերը այս տարիների համար։ Ես առաջարկում եմ ուղղակի բոլորս մի փոքր երկարատև ծափահարենք ու դրանով շնորհակալություն հայտնենք։ Շնորհակալություն բոլորիցդ 2002 թվականից այն բոլոր մարդկանց, ովքեր իրար հետ սկսել ենք, հավատացել են այս ամեն ինչին եւ եկել ենք ասել ենք այս անգրբանին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ֆուտբոլիստներին անխտիր, որովհետեւ նախկինում շատ դժվարություններ ենք ունեցել եւ այդ տղաների շնորհիվ մենք այսօր հասել ենք Եվրոպայի առաջության այդ հաջողությունների ու նաև շնորհակալություն եմ հայտնում ֆեդերացիայի ներկայիս ղեկավարներին, որ հավատացին այդ ծրագրին, կանգնեցին մեր կողքին, որովհետև եթե չլինի ֆեդերացիայի աջակցությունը, մենք բնականաբար չէինք կարող նման հաջողությունների հասնել, բայց կարծում եմ, որ արդեն պահը եկել է եւ պետք է որպես գլխավոր մարզիչ հրաժեշտ տամ ու դա անում եմ ոչ թե շուտ մտածելով արժեր չարժեր, անում եմ դա միանշանակ հաստատ համոզված լինելով, որ այս պահին արդեն իմ միսիան որպես գլխավոր մարզիչ ավարտված է եւ ինձ սպասվում է շատ ավելի դժվար աշխատանք, որովհետեւ այն ծրագրերը, որ մենք ունենք, շատ ավելի ջանք ու եռանդա պահանջելու, այս որոշում պարոն Մելիքբեկյանը գիտի, որ մենք կայացրել ենք Եվրոպայի առաջության մրցափուլից առաջ ուղղակի շատ երկար տևեց, իրախություն մեզ 2 տարի տևեց այս ամեն ինչը, թե չէ կարող մի քիչ ավելի շուտ լիներ, նաև ուզում եմ հայտնեմ, որ մենք ունենք արդեն լավ նոր գլխավոր մարզիչ, որին մտցրել ենք process-ի մեջ արդեն տարուկես 2 տարի, որը հասկացել է ինչ է հավաքականը, ինչ է Հայաստանի հավաքականը, ինչ է այդ ընտանիք հասկացողությունը, որովհետև շատ դժվար կլներ վերջի պահին ուղղակի փոփոխություն անենք, ես դա դիտարկել եմ նաև ընթացքում, որ այդ փոփոխությունները միշտ չի, որ բերում են լավի, դրա համար մենք Անտոնիոին վերցրեցինք շատ ավելի շուտ, մենք հասցրեցինք այն մակարդակի, որից հետո արդեն վստահում ենք այս ղեկը։ Մինչև իմ Հայաստան գալը հայկական ֆուտզալում կատարվել է հսկայական աշխատանք։ Մեր առաքելությունն է շարունակել կերտել հայկական ֆուտզալի պատմությունը։ Այս պահին մեր առջև կա շատ բարդ մարտահրավեր՝ նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։
Եվրոպայից ընդամենը 6 թիմ է մասնակցում աշխարհի առաջնության հիմնական փուլին, ուստի պետք է գործադրենք առավելագույն ջանքեր մեր նպատակն իրագործելու համար։ Ակնհայտ է, որ մրցակիցները արդեն մեզ այլ աչքով են նայում։ Կշարունակեմ աշխատել նույն նվիրվածությամբ եւ հաճույք ստանալ մեր համատեղ աշխատանքից։ Մենք տեսել ենք ինչ է նշանակում խաղալ ամենաբարձր կարգի մրցաշարում եւ բնականաբար մենք ուզում ենք կրկնել դա, միասնական լինելով, շարունակելով մեր ճանապարհը, մենք կկարողանանք դա անել։ Ես շնորհավորում եմ նոր գլխավոր մարզչին, հաջողություն եմ ցանկանում նրան եւ կարծում եմ, որ մեզ մոտ միասին բոլորիս ջանքերով ամեն ինչ ստացվելու է եւ հայկական ֆուտզալը շարունակելու է ուրախացնել եւ մեզ բոլորիս երկրպագուներին մեր շահառուներին։